Նոր մեսիջ է Բաքուն հղում Երևանին, թե պատրաստ են գործակցել անհետ կորածների հարցով։ Առաջարկում են ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմներ դնել։ Սրա մասին նշվում է Ադրբեջանի անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցում։ Այս մեխանիզմը բացի երկու ժողովուրդների ընտանիքների համար իրենց հարցերին պատասխաններ ստանալու հնարավորությունից, նաև կնպաստի համագործակցությանն ու հաշտեցմանը։ Դա հնարավորություն կտա ցուցադրել հավաքական հավատարմությունը անհայտ կորած անձանց որոնման խնդրի լուծմանը, ինչը դուրս է ազգային սահմաններից։ Երևանից սրան դեռ չեն արձագանքել։ Լուր են նաև Հաջիևի հայտարարություններից 2 օր անց։ Ադրբեջանի նախագահի օգնականը մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների այսպես կոչված դատավարությունները, հայտարարել էր, թե Երևանում քարոզչական արշավ է սկսվել, ինչը Հաջիևը համարել էր միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Այն, որ Ադրբեջանը դա համարում է իր ներքին գործը, ուղղակի հետևանք է Հայաստանի իշխանությունների դիրքորոշման, որոնք հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանի տարածք է եւ վերջ։ Մինչ այդ Ղարաբաղյան հակամարտությունը այդ խնդիրը երբևէ Ադրբեջանի ներքին գործը չի համարվել, դա համարվել է միջազգային հակամարտություն, միջազգային խնդիր։ Բաքուն նախ փորձում է արդարացնել Արցախի էթնիկ զտումը, զուգահեռ նաև Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնել, իր հետագա հարձակումներն արդարացնելու համար։ Փաշինյանի այս օրերի արձագանքը եղել է այն մասին, թե արգելված միջոցներով կորզված ցուցմունքները Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանի դեմ։ Մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով։ Եթե Հայաստանի իշխանությունները համարում են, որ այդ քայլերը օգտագործվելու են Հայաստանի դեմ, առավել եւս պիտի շատ ավելի ակտիվ լինեն, շատ ավելի կոնկրետ լինեն եւ ոչ թե համարեն, որ դա Ադրբեջանի ներքին գործն է եւ վերջ։ Պիտի փոխել այդ դատավարության բովանդակությունը, որպեսզի չկարողանան Հայաստանի դեմ օգտագործել, հակառակը, որպեսզի մենք կարողանանք դա օգտագործել Ադրբեջանի դեմ, ցույց տալու համար, թե ինչ պետության հետ գործ ուներ 150,000 արցախահայությունը։ Եվ ինչի համար էր այդ ինքնապաշտպանությունը, ինչի համար էր այդ պատերազմը։ Ալիևի օգնականը Երևանին իբր համագործակցության առաջարկ է անում, թե հանուն տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման Երևանը պետք է հանձնի Բաքվում ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերին, որ Ադրբեջանը հայերի սև ցուցակ ունի հայտնի փաստ է։ Բաղդասարյանը վստահ է Հայաստանը հակադարձ պահանջ կարող է ներկայացնել։ Կարող են շատ հանգիստ ասել, որ ռազմական հանցագործություններ շատ ավելի մեծ ծավալներով իրականացրել է Ադրբեջանը, ռազմական հանցագործներ այնտեղ տասնապատիկ ավելի կան եւ փոխադարձության սկզբունքով, եթե իրենք այդ ռազմական հանցագործներին իրենց կվերադարձնեն Հայաստանին, կուղարկեն Հայաստան, մենք էլ կքննարկենք դա։ Առավել որ նրանց ռազմական հանցագործությունների ապացուցելի են, անունները բոլորի հայտնի են, անուն առանուն, փաստ առ-փաստ այդ ամեն ինչը փաստագրված է։ Մինչև Երևանը հայտարարում է, թե պատրաստ է փոխադարձության սկզբունքով հայցերը հետ քաշել միջազգային ատյաններից, քաղաքագետը համոզված է Ադրբեջանը նոր հայցեր է պատրաստում Հայաստանի դեմ։ Փոխադարձ հետ քաշման մասին խոսք գնալ չի կարող, սա լինելու է մեր հերթական միակողմանի զիջումը։ Ինչպես միշտ սովորաբար լինում է, խոսում են փոխադարձությունից, հետո հայկական կողմը զիջում անում է, իրենք չեն անում։ Օրինակ, սահմանազատման ավանդակ հայկական ուժերը հետ քաշվեցին, Ադրբեջանը մինչև 1 միլիմետր անգամ ետ չի քաշվել։ Իսկ այսպես կոչված ռազմական հանցագործների հարցը վաղուց է բանակցային սեղանին այլ ձևակերպմամբ։ Եթե նախկինում առաջարկում էին բացահայտման հարցում գործակցել, հիմա հստակ պահանջում են մարդկանց, բայց առայժմ անուններ չեն տալիս։ Կարծիք կա, որ այսպիսով Բաքուն Հայաստանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանն է փորձում ներքաշել դատական ֆարսի մեջ։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։